Եվ իհարկե հավաքվել էին պունդիմությունից մարդիկ, որոնք բաների, գերիների բակվում գտնվող գերիների ազատման, չգիտեմ, նաև գուցե բան կար, ինչ է անունը, քաղբանտարկյալների հետ կապված կոչեր բաներ, ահա այդպես էլի, թե ինչի պունդիմությունը չի դիմում բանին Մոսկվային, որպեսզի օգնի Մոսկվան Բաքվում պահվող հայ պատանդներին արձակելու հարցով, ինչի ամեն օր չի դիմում, ինչի ամեն օր չի գնում Կապիրկինի բանի շենքի առաջ պիկետներ անում կամ առանց պիկետի քաղաքավարի ընդունելություն խնդրում, ասելով, որ ախր դուք եք եղել, չէ, այդ միջնորդ երաշխավորը, որ բոլոր պատանդները, գերիները պիտի բաց թողնվեն նոյեմբերի 9-10-ի 20 թվականի հայտարարությունը նկատի ունեմ, չգիտեմ ինչի չի անում, բայց նայում է նա ով գալիս է այստեղ եւ իրենց չսիրածն է, իրենց չհարգածն է, որտեւ իրենց ուզածը բանն է, դե Մոսկվան պետք է եղնի էլի առանց Մոսկվայի այստեղ դե բան է էլի Հայաստանը խեղճ կլինի, չլինեն թուրքերը մեզ կուտեն եւ այլն, չեք կբել այդ Ջեյդի Վենսից, ինչ եք ուզում այ մարդ։ Վալոդիկին թիմեք, բանը ինչ է անում, Լավրովին թիմեք, վերջը ամեն օր գրեք խրգեք այնտեղ։ Մարդիկ էլ նայեն, ասեն, ահա, տեսեք, այս մարդկանց սիրտը ցավում է վերջապես, տեսանք, հասկացանք, որ չեն բլեֆում, էլի շարունակի, իսկ հիմա ստացվում է բլեֆի նման մի անդուր պատմություն։ Սիրելի ժողովուրդ, խնդրում եմ լայքել եւ բաժանորդագրվել ալիքը։ Դրանով դուք կնպաստեք, որ հաղորդումներն ավելի շատ մարդ տեսնի։